Մերոնք GTM կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր ծրագրի գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Եվ այսպես ինչ է իմ տեսակի կամ ընդհանրապես լրագրողի կամ հրապարակախոսի արած գործի անունը, այսպես ասում է գործիք անունն ինչ է, բարձրաձայնել ճշմարտություններ, փորձել որքան էլ դրանք դաժան են, պահանջել, ասել եւ իշխանություններն էլ ըստ իմ տեսակի մարդկանց պիտի ականջալուր լինեն, ոչ թե իմ կամ իմ տեսակի կմահաճույքն իրականացնելու ճանապարհին, այլ այն ինչը հակահասարակական է, պետք է փորձեն ուրեմն այդ համերաշխությունը պահել։ Ես տարիներ առաջ մի օրինակ բերեցի, մի օր լրաբեր ծրագրում ինֆորմացիոն դեռ համասեռամոլները չէին եկել, Տիգրան Նաղդալյանը դեռ հեռուստաընկերության տնօրեն չէր, Ռոբերտ Քոչարյանի սիրելին եւ այլն, մի օր մի բարձր պաշտոնյայի խոսքը մոնտաժեցի, ինձ ասացին դու ինչպես ես համարձակվում, ասացի ես դա չեմ անում ինձ համար, ես անում եմ, որպեսզի հասարակությունը չլսի բարձր պաշտոնյայից անգրագետ արտահայտություն։ Եթե դուք կարծում եք, որ պիտի այդ պատահաբար, այսպես մեղմ ասեմ, դուրս սպրտած անգրագետ խոսքը հնչի եթերում, ուրեմն Աստծո սիրուն, թողեք այդ տգիտությունը գնա։ Հետո, այսպես ասած, ծախողները լուրը հասցրեցին տնօրինությանը, տնօրինությունն եկավ, նայեց եւ ասեց, բայց ինչն է սխալ։ Իհարկե մի քանի տնօրինություն կար, գլխավոր տնօրենը հեռուստաընկերության Պեր Ստեփանյանը, այդ կտորը ասեց, հա բայց ճիշտ է արել, որ մոնտաժին է, այդ ինչ եք ձեզ պատեպատ տալիս, էլ ԱԱՑ-ով, էլ ՉԾՑ-ով եւ այսպես շարունակ։ Ասելս ինչ է, պետք է ազնիվ լինենք, իսկ ջուր պղտորողներ, ծախու արարածներ միշտ լինում են։ Իմ նախորդ հաղորդման արձագանքներից մեկը հետարքիր էր, ասում է, մեկը գրել է, ասում է, 2 տարի առաջ Գագիկ Ծառուկյանը քեզ $10,000 փող տվեց, որ գնաց բուժվես, մոռացել ես արա։ Երևի, կնոջդ հետ եմ գնացել, բայց սանատորիա։ Գագիկ Ծառուկյանը ինձ 10,000, չէ, 10,000-ից չէի հրաժարվի, բայց ինչ-որ բանի դիմաց չեմ։ Ձեր խոնար ծառան պատերազմից հետո վերադարձել է մի կես տարուց ավել, որպես արտահասթիկային թղթակից, պատկերացրեք պատերազմից հետո 2 զավակ փոքր մանկասակ երեխա ունեցող մարդը փորձաշրջան է անցել, ընդունվել հեռուստաընկերություն շատ դժվար էր։ Բայց հենց հետո դարձել եմ ժամանակաչափ ծրագրի թղթակից, հետո լրաբերի խմբագիրներից մեկն եմ եղել պետական հեռուստատեսության, բայց հենց տեսել եմ խախտվում է կարգը, ասել եմ հոպ, թողել եմ դուրս եկել։ Տեղափոխվել մի ուրիշ հեռուստաընկերություն, ասենք ար, հետո երբ որ արի ղեկավարությունն ինձ ասել է դու պիտի կողմնորոշվես, բարեկամս, ես ինչ ես անում, այդ տեղից եմ դուրս եկել, ասել եմ ես կողմնորոշված եմ, հայրենիքս լլկում են, չեմ ասում ամենան եմ, բայց ինձ համար այդպես չէր լինում։ Հետո H2 ականջի Մայրապետյան Սամվելի ասացի այսպես, ոնց կլինի, ես ինչ են անում, հետո ես ձևով ուր ենք գնում, այդ տեղից էլ դուրս եկա։ Էլ չեմ ասում ծեծու ջարդերը, բռնել բաց թողալը, ես վաստակել եմ ճշմարտությունները ձեզ համար բարձրաձայնելու իրավունքը։ Ես իմ կյանքը այդպես եմ ապրել։ Լավ ու վատի խնդիրը չի։ Բայց սա է իմ տեսակի անելիքը ու արած գործը։ Այնպես որ քարեր շպրտող ուղղորդված լակոտ լուկուտներին խորհուրդ եմ տալիս չփորձել իմ ջղերը, միևնույն է ես ամուր նյարդեր ունեմ։ Ես գիտեմ, որ կազմակերպությունը ինչպես է փորձում, այսպես ասած, ուղղորդել ու ազդել մարդու տեսակի վրա։ Ինձ հետ ձեր մոտ չի ստացվի։ Հանգիստ վերընկեք տեղներդ։ Ինչու են սա անում։ Ավելին, ինչ որ մի մասա, մի այսպես ասած նախիր ասեմ, ինչ ասեմ, ուղղորդվող ֆեյքեր ասեմ, արդեն զգացվում է ծուխը որտեղից է գալիս, դու հերիք է խոսես, դու արդեն ծերացել ես, դու Նիկոլա Չլներ, դու ես եւ այսպես շարունակ։ Այս բոլորի փորացավը ստեղծել մի մթնոլորտ, որ
հալած յուղի տեղ ամեն ինչ ասվի եւ անցկացվի։ Լավ, կարող են այդ մարդիկ ուզել, դրանք իշխանական են, դրանք ընդդիմադիր են, ամենքի իրենց նախիլն ունեն, կներեք մեղմ բարիս համար, բայց հասարակությանը արդյոք դա պետք է։ Արդյոք պետք է, այսպես ասած, իրենց հիմարի տեղ դնողների ոհմակներ, ովքեր մեզ տանում են ոչ մի տեղ։ Ըստ այդմ տարիներ անց հասել ենք նրան, որ մի երկրի ղեկավար, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը ոչ ավել ոչ պակաս մեզ ասում է, որ դուք պիտի հանրաքվե անեք։ Մեկը չի հարցնում, այ ավանակի բարիք դու ով ես։ Ով ես դու։ Ավելին, Վլադիմիր Պուտինը ոչ ավել ոչ պակաս բարձրաձայնում է, որ իրենք Ուկրաինային հողեր են նվիրել, մոռանալով թե ինչպես անասնաբար Կրեմլի ստորագույն ղեկավարները Լենին պապի պես ստոր անասունից սկսած հայկական հողերը Ղարսը, Արարատ Սարը, Սուրմալուն, իր ամբողջ գավառը նվիրեցին թուրքերին։ Նախիջևանը թուրքերի պահանջով միացրեցին Ադրբեջանին, Նախիջևանը բացարձակ սահման ու կապ չունի, Ադրբեջան կոչված պետություն ստեղծեցին, Արցախն էլ այնտեղից տվեցին։ Այդ մասին Պուտինը չի ասում, չի բարձրաձայնում, բայց իրեն թույլ է տալիս մեզ ասի, որ դուք հանրաքվե արեք, կողմնորոշվեք, դու շունն ես, բայց ասեմ, իր շները Քոչարյան Ռոբերտի, Սերժիկ Սարգսյանի եւ մնացած թափթփուկների ղեկավարությամբ այս անասնախումբը մեզ բերեց նրան, որ Պուտինի նման մեկը մեզ կարող է մեզանից պահանջել հանրաքվեով կողմնորոշվենք։ Այստեղ է չարիքը։ Եվ երբ այն ժամանակներից սկսված այդ Քոչարյանամերձ ու Քոչարյանական նախիրը, հոտը, այս գործընթացը հետով մտնելու գործընթացը առաջ տարավ, մենք սկսեցինք կործանվել։ Եկան Արցախն էլ տարան, եկան էսել արին, էնել։ Ու հիմա արդեն բանը հասել է նրան, որ մեզանից էդ են պահանջում։ Ավելին, իմ լավ բարեկամ Ռուբեն Հախվերդյանը իր խոսքում ասաց, որ Քոչարյանը գեղցի է։ Մի որնոց է բարձրացել, ոնց թե, բա գեղցի է, բա ինչ է։ Գեղցի էլ չի, գեղցու փթիր է։ Գեղցու արտաթորանք է, գյուղացու չէ, գեղցի, տգետ, տգետների տգետ, կամակատար, ոչնչություն, ոչ մի բան, հայրենիքը փողի հետ փոխող, մի ողորմելի, այսօրվա բոլոր վիճակները դրան են, դրա համար ես ասում եմ Նիկոլ Փաշինյան, գլուխդ պատին տայր, պատնել գլխովը տայր, են որ ասում հողոտ էիր, սատկեիր, բայց Քոչարյանը հիմա պիտի դավաճանության համար կամ գնդակահարված լիներ, կամ շամպես ման գար իր ընտանիքով պատերի տակ ու հաց տային, թքեին այդ հացի վրա տային, որ չսատկեին վաղնել գային, հացը տային ու թքեին վրեն։ Այդ չարեցին։ Հենց ես այս մասին, կամ ավելի կոպիտ Նիկոլ Փաշինյանի հասցեին ասում եմ, մի հոտ, մի նախիր, մի կեղտ, մի աղբ հավաքված, դու չհամարձակվես, դու ով ես։ Ես նա եմ, ով դա կարող է ասել։ Ես նա եմ, ում ընկերները կամ ով իր ընկերների հետ այդ ճանապարհն անցել է, ով Արցախի ազատագրման փամփուշտն է կրակել։ Մենք մեր շահերը գերադասում ենք հայրենիքից, երկրից, պետությունից, երբեք ազնիվ չենք լինում։ Դե որ ազնիվ չենք լինում, բումերանգի օրենքով հետ է պատտվում այս ամենը գալիս դեպի մեզ։ Քո ավանդը թողաճի պոպկորնի արագությամբ։ Տարեկան 10.25% տոկոսային եկամտաբերությամբ։ Իդեպ, այն կարող ես համալրել անսահմանափակ, երբ ուզես, որքան ուզես։ Եվ այս ամենը Fastbank Mobile-ով։ Համացանցում տեսանյութ է։ Կոնջորյանն է, չեմ էլ ճանաչում Կոնջորյանն ով է, գիտեմ ով է, բայց որ ասեմ անձամբ ճանաչում եմ, ոչ այլ ոչ պակաս վերջինիս եղբայրը, ես կադրերն եմ տեսել, որը փաստ են, պարեկային ծառայության մեքենայի ուղեկցությամբ, կես գիշերին, են չգիտեմ ում է հայհոյում, այդ փողոցով գալիս է գլուխը հանում, ասում է մամայից սենց եմ անելու, քեզ էլ գյուլելու եմ, ու գնում, մեկ օր, երկու օր,
Հիմա որ ինչ որ մարդիկ այդ բարձր հայհոյանքի համար, այդ լկտի պահվածքի համար այդ վերջինից ծեծել են, ինչ որ երկու մասի են բաժանվել, ինչ որ վայ, բան, կպան, իշխանությունը լավն է, դուք չգիտեք Կոնջորյանն ով է, ես չգիտեմ Կոնջորյանն ով է, բայց այդ պահվածքը անընդունելի է։ Ինչ որ մեկը կարող է գալ այդ թաղամաս, որտեղ ես ապրում եմ, ոստիկանի ուղեկցությամբ եւ հայհոյել։ Այդ ոստիկաններն ինչ գործ ունեին, ո՞նց էին թույլ տալիս, ինչու ականջը չէին ձգում այդ, բերանը չէին փագում, արտաքնոցից մի գունդ կեղ չէին վերցնում ծեփում բերանին, դու ով ես, որ մի ամբողջ թաղամաս փողոցում բարձրաձայն ասես ու մամային ինչ պիտի անես, խնդիր ունես, այդ խնդիրները լուծելու ձևեր կան։ Այստեղ է որ ասում ես, արա ինչ տարբերություն կներեք այդ արաբարի համար, Ծառուկյանն էր առյուծի մոտ ինչ որ մեկին գցում, թե ինչ որ մի Կոնջորյանի եղբայր կարող է իրեն թույլ տալ շորշով մեկ ասելու մամային ինչ է անում։ Պարեկնել իրեն գուրգուրի, որ հանգարց դուրս չգան աչքը հանեն։ Է ինչ ենք փոխել մենք։ Ես ուզում եմ փոխենք։ Մենք այդ երազանքով գնացինք դրան։ Անգամ երբ ես բազմից ասել եմ, Սերժիկ Սարգսյանը եւ իշխանությունները նախքին սարքեցին, որպիսի իրենք արդեն փուրն էին տվել բոլոր տեսակի բանակցությունում ամեն ինչ Նիկոլ Փաշինյանը կարող էր անունը Նիկոլ չլներ, Պողոս լներ, հետ գա։ Շատերն ասում են, ոչ, ժողովուրդը բան չէ, հա, հեքիաթ մի պատմեք։ Առաջին անգամ չի, որ ժողովուրդն մորթել ու մնացել իշխանության։ Բայց այս ամբողջից հետո այդ գերագույն պատասխանատվությունը, որ չի կարելի գնալ նույն ջրհորը մտնել, չի կարել թքել մարդկանց երազանքների վրա, այս ամբողջը մենք դեռ չենք տեսնում։ Դրսևորումներ ենք տեսնում, վատի։ Չգիտեմ, ապե փողատեր ենք դարել բան, մենք կարանկ անենք, մենք վլաստ ենք, հետո, այն որ վլաստ են, հետ առաջ մի օր սրած վզի պատմությունն է լինում։ Ժողովուրդը միշտ էլ իմաստուն է եղել։ Գանք զարգացումներին հերթական, ինչ է լինելու, ազգային ժողովում մենք ունենալու ենք ցավալիորեն, համենայն դեպս այն ինչ այսօր երևում է, նույն ընդդիմությունը, ինչ որ կար սրանից մի 5 տարի առաջ։ Մի քիչ որակապես ավելի վատը կամ չգիտեմ, որ ասեմ ավելի լավը ծիծաղս կգա։ Վերջի վերջո, այդ ընդդիմություն կոչվածը, որ ասում ենք, որ եկել են, այն նախկին հանցագործ իշխանությունների համախոհներն են կամ հենց իրենք են շատ շատերը, աջակցածներն են, մենք ինչ ենք փոխել, որպես ընդդիմություն, եթե ասես, բավականին բարձրագոչ կլինի իրենց նկատմամբ, բայց դե այդպես է գրվում ընդդիմություն, բայց նույն են մարդիկ են, ովքեր Հայաստանը կամ ում պապաները Հայաստանը հասցրել են այս վիճակին, ովքեր ազատագրված Արցախը գրպանել են, թուլացրել են և հանձնել են, կապ չունի Նիկոլի ձեռամբ, թե Սուրեն Սարգսյանի։ Հիմա այդ մարդիկ ընդդիմություն են, ինչ են անելու կամ ինչ են անում, ոչ մի բան, դրանք նույն հանցագործների շառավիղներն են, իդեպ, ասեմ մի պատմություն։ Ստալինը բոլոր մատնագիր գրողներին, ովքեր 30-ական թվականներին մատնագրեր էին գրում, անունները չտամ տարածքների, բայց հենց պարզվեց, որտեղ որ այդ բջիջները պարզվել էին, ովքեր էին այդ մատնագիր գրողները, նրանց տեղափոխել էին ծովափնյա քաղաքներ։ Պատկերացրեցիք, իմացողը գիտի, որ այդ շատ ծովափնյա քաղաքների համարժեք հայերի 90%-ից ավելին գործ տվողների, մարդատյացների սերունդներ են։ Արմատը մաքուր չի, սրանց արմատը, այդ ընդդիմություն կոչվածի, մաքուր չի։ Եվ առանց խղճի խայթի, առանց ամաչելու, որ պապան են 3 տարանիից է և մաման են 3 տարանիից է, գալիս են, ասում չէ, մերոնք սրբեր են, լավ իմանալով, ինչ են իրենց ծնողներն ու
փոխաբերական իմաստով քաղաքական հայրերն ու մայրերը, ինչպիսի 3 տարարիններ են։ Նախորդ տարիներին այդ ընդդիմություն կոչվածը մեկ հոդաբաշխ միտք, մեկ հոդաբաշխ ծրագիր, մի սրտացավ գաղափար, որ բերի ազգային ժողովի մասի, այ ժողովուրդ ջան, մեր պետության համար սա որ անենք կարևոր է փաստարկված, որ ես ու դուք որպես քաղաքացի դա տեսնենք, այդպես էլ չտեսանք։ Ինչ ենք հիշում։ Նիկոլը, թաղեմ, դուք գնացեք, մենք մնանք, կեցե դաշնակը, կեցե տաշտակը, կեցե, հիմի նույն պատմությունն է, նույն ազդեցության գործակալները, թող չնեղանա, ինչ պիտի անեն, ինչ են անելու, բացի Նիկոլ հայհոյելուց, Նիկոլն էլ իր իշխանությամբ օգտվելով սրանց անփառունակ կարգավիճակից, արեց այնպես, ինչպես իր սիրտն ուզեց, Այն որ ասում է անշուն գեղ եմ մտել, անփետ ման եմ գալիս։ Ով է մեղավոր։ Ով։ Հաջորդիվ նորից նույն պատկերն ենք ունենալու։ Ես վախենում եմ դրանից։ Իսկ աշխարհը խառնված է։ Ամեն վարքյան այն որ ասում է այս մեր կողքից անցնող հրթիռները կամ իրավիճակը կարող է պարզապես մի օր վայր ընկնել Հայաստանի գլխին։ Ես չեմ տեսնում գաղափարական, մարդկային այն հենքը, որ պիտի բոլորը մեկ դառնան, ասեն այսպես չի լինի։ Այն ինձ նամակ գրողի պես ասում է 2 տարի առաջ Ծառուկյանը քեզ $10,000 էր տվել։ Շահը դա է։ Բոլորը մտածում են, որ այս Ծառուկյանը Սուրենին $10,000 տվել, որ ասել է արա, հա հանցագործակ կարգին բռնեք, ինչ եք անում, հո դուք էս չեք, էլի եմ ասում, դա չի նշան, որ Գագիկ Ծառուկյանը հանցանք չի գործել, կամ ապօրինություններ թույլ չի տվել, ես ցավում եմ, որ իրավիճակն այդպիսին է, որ բեմադրում են կապիկություն, ես ասում եմ մի արեք, ոստիկանը թող իրեն ոստիկանի պես պահի, վարչապետը վարչապետի պես պահի, ճիկ, սիրտիկ, էլ բան ու գործ չունեք, լույսը բացվում է, ով է ձեզ խնդրում, ինքներդ ձեզ ու շունչ տալ տակ, ես չեմ հասկանում, լավ բանը մեկ անգամ կատակը, լավ ագույն կատակը, մեկ անգամ են անում, այդ կատակով մարդկանց չեն հոգնեցնում, ասեն, ախպեր, քու կատակը չեմ ուզում, չգիտեմ, անհանգստությունները շատ են, իրավիճակն այսպիսին է, հասել ենք նրան, որ ինչ-որ մի երկրի ղեկավար ասում է, թե դուք հանրաքվեար եք, տենամ ինչ եք ուզում, թե նա ում շունն է, ես չգիտեմ, և դա գալիս է տարաբնույթ մոդայի կրթություններից, սրտիկներից, ընդդիմադիր կոչված հանցագործներից, ովքեր վաղուց պիտի ճաղերից այն կողմին են, պետական դավաճաններից, եթե Քոչարյան Ռոբերտները որպես պետական դավաճան պատի տակ գնդակահարված լինեին, հավատացեք ինձ, երկրորդը իրեն թույլ չէր տա ազգային ժողովում գար այսպիսի պահվածք ունենար։ Կհասկանային, որ պետությանը կպար, հորոց որդի խնդիր ես ունենալու։ 7 պորտով, քանի դեռ դա չկա, և մենք այսպես ենք ապրում, խնդիրները քիչ չեն լինելու։ Առողջ կացեք, կհանդիպենք։